Բարի լույս եւ բարի գալուստ Արմպուլս։ Այսօր մեր տաղավարի հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, նույն ինքը Մգեր Արմենյան։ Ողջունում ենք ձեզ Մգեր։ Ողջույն։ Շատ ուրախ ենք, որ այժմ գտնում եք մեր տաղավարում։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Մհեր, ինչպես գիտենք, դուք ազգի ձայնը կուսակցության նախագահն եք։ Հիմա գործում է ձեր կուսակցությունը։ Այո, կուսակցությունը գործում է, պարզապես մենք չենք մասնակցում նախընտրական process-ներին, մենք պարզապես մեր կուսակցությունով, մեր կուսակցության անդամներով սատարում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Շատ լավ, եւ ինչու որոշեցիք դեռ այն ժամանակ մշակույթից անցում գործել դեպի քաղաքականություն։ Դա այդ ժամանակվա ընթացքները, process-ները, որ տեղի էին ունենում, պարզապես դա ինձ միջից բխող ձայնն էր, այդ ըմբոստանալու process-ներ, պորտկումներ, եւ ես մտածեցի, որ ոչ միայն պետք է իմ ուրեմն սոցիալական էջերով կամ այլ լրատվականներով ինչ որ մի ուրեմն հարցազրույցներ տամ, պարզապես իմ կարծիքը հայտնեմ, այլ որոշեցի, որ պետք է մտնեմ այդ քաղաքական հասարակական կյանքի մեջ, որը Հայաստանում տեղի էր ունենում եւ այդպես ստացվեց։ Իսկ հետագայում ձեր կուսակցությունը ինչ գործունեություն կծավալի։ Հետագայի մասին հիմա չեմ կարող ասել, մենք պարզապես այս պահին սատարում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինձ շատ են հարցնում ինչու, ես բացատրում եմ, որ այն օրակարգը, խաղաղության օրակարգը, որ այսօր ներկայացնում է իշխող ուրեմն ուժը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ մենք դա ողջունում ենք, դա շատ կարևոր թեզ է, դա շատ կարևոր գաղափար է, որը պետք է պահենք եւ պահպանենք եւ ամրապնդենք։ Ինչ եք կարծում, Հայաստանը կարող է լավ հարաբերություններ ունենալ թե Ռուսաստանի, թե ԵՄ-ի եւ թե ԵԱՏՄ պետությունների հետ։ Այո, շատ կարևոր հարց եք տալիս։ Հենց հիմա մենք անցնում ենք մի հատ հետաքրքիր этап, երբ որ Հայաստանը կարողանում է ունենալ լավ հարաբերություններ աշխարհի բոլոր երկրների հետ, թե հարևան երկրների հետ, եւ թե ընդհանրապես միջազգային ասպարեզում այն երկրները, որոնք որ ուզում են եւ ձգտում են Հայաստանի հետ հարաբերություններ ամրապնդել։ Հայաստանը կարող է ունենալ եւ ունի լավ հարաբերություններ, կան որոշակի միգուցե Ռուսաստանի հետ սուր անկյուններ, բայց ես չեմ կարծում, որ այդ անկյունները այդքան էլ սուր են եւ նրանք կարող են ինչ որ ճակատագրային շատ լուրջ հետևանքներ ունենան, քանի որ ամեն ինչ փոխհարաբերությունների մեջ շտկվում է, անցնում է, պայմանավորվում է, հասկացվում է, դա նորմալ քաղաքական, քաղաքակիրթ process է երկրների միջև։ Այդ դեպքում ինչու են ռուսական պաշտոնյաները հայտարարություններ տարածում այն մասով, որ Հայաստանը ռուս ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ չի կարող ունենալ այդ դեպքում։ Դե սա գիտեք ոնց գոյություն ունի պետական մակարդակով պրոպագանդա բոլոր երկրներում եւ ընդհանրապես պրոպագանդա գոյություն ունի, հա, կան պետական ալիքներ, որտեղ որ պրոպագանդա է, կան ոչ պետական։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի ընթացիկ process է, որը որ իր հանգուցալուծումը կունենա, այն որ մենք նորից կշարունակենք համատեղ աշխատանքը բոլոր երկրների հետ, Ռուսաստանի հետ նաև այս պահին է շարունակվում աշխատանքները։ Մենք տեսանք, որ վարչապետը չի մեկնելու ուրեմն ԵԱՏՄ այդ համաժողովին, քանզի այստեղ այստեղ տեղի ունենում քարոզարշավ, բայց նրա տեղը կգնա մեր փոխվարչապետը։ Այսինքն ոչ մի բան, ոչ մի արտարոտ ինչ որ դեպք չկա։ Կան աշխատանքային process-ներ, դրանք ընթանում են իր հունով, իր ձևով, ելի եմ ասում, կան սուրանկյուններ, կհարթվեն, կգնան առաջ։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, անկախ նրանից, որ մենք այսօր նաև ստեղծում ենք ավելի պինդ ու ավելի բարի դրացիական աշխատանքային համագործակցություն Եվրամիության հետ։ Ինձ հարց են տալիս, մենք Եվրոպա կմտնենք թե ոչ, ինչ եմ կարծում կմտնենք։ Ես կարծում եմ, որ մենք կունենանք Եվրոպայի հետ շատ լավ ու ճիշտ հարաբերություններ։ Դրա վառ օրինակն է Վրաստանը, օրինակ նրանց քաղաքացիները առանց վիզայի 3 ամսով կարող են գտնվել Միացյալ Եվրոպայում։
Հիմա բայց նրանք Եվրոմիություն մտել են ոչ։ Այսինքն եթե մենք սենց ճիշտ ձևով գնանք, շատ լավ կլինի։ Քիչ քայլերով կարող ենք Նու մոտենալ։ ես չեմ կարծում որ մենք կմտնենք Եվրոպա, չեմ տեսնում, ես չեմ տեսնում։ Նու վարչապետը միգուցե այլ ծրագիր ունի, դա հասկանալի է, բայց ես մտածում եմ որ մենք կունենանք շատ բարի դրացիական հարաբերություններ, որտեղ վիզային ռեժիմը լավ կլինի, մենք կարողանանք գնալ գալ առանց վիզայի Եվրոպա, դա է լավ բան։ Եվ ընդհանրապես ամեն ինչ լավ կգնա էլի իր անունով։ Եվ ինչպես պետք է արդյունավետ օգտագործել Սփյուռքի ներուժը Հայաստանի արտաքին եւ քաղաքական գործունեության մեջ։ Սփյուռքը խաղացել է Խնդիրների, որով լուծվեն այդ խնդիրները։ Սփյուռքը ունեցել է եւ իմ կարծիքով ունի իր դերակատարումը մեր Հայաստանի զարգացման մեջ։ Մեծ Սփյուռք ունենք, թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստան, թե Եվրոպա, թե ընդհանրապես ամբողջ աշխարհով մեր Սփյուռքը կա։ Սփյուռքը կարծում եմ որ պետք է նույնպես շարունակի իր մասնակցությունը եւ շարունակում է։ Իդեպ ասեմ այսօր ինձ Ավստրալիայից մի կին է գրել, որ նա ապրում է Ավստրալիայում, նա նաև ՀՀ քաղաքացի է եւ նա անպայման մասնակցելու եւ ասում է 28 ժամը թռիչք կստեվում պերեսատկաներով եւ գալու եմ մասնակցեմ եւ ընտրեմ գործող ուժին։ Սփյուռքը մասնակցությունը իր ունենում է ու ես շատ ուրախ եմ որ մեր հայրենակիցները Այսինքն կան օրինակներ, որ Սփյուռքից կարող են Այո, եւ էլի հիշեցի մի քանի օր առաջ Գերմանիայից մի տղա էր գրել, որ ինքն էլ Եվրոմիության քաղաքացի է եւ Հայաստանի եւ գալու է անպայման Գերմանիայից գալու է մասնակցի ընտրություններին։ Ինչ շատ է դուր գալիս, որ Սփյուռքը մտահոգված է Հայաստանի կյանքով, դա միանշանակ ողջունելի է։ Սփյուռք ջան, մենք ձեզ սիրում ենք։ Իսկ արդյոք չեք վախենում, որ ձեր քաղաքական դաշտ մտնելը կարող է խոչընդոտ հանդիսանալ ձեր հանդիսատեսի, որովհետեւ նրանք ձեզ չընդունեն, որովհետեւ կան որոշ մաս, այսպես ասած, որ ձեզ սիրում հարգում են, բայց ձեր քաղաքական դիրքորոշումը չեն կիսում։ Գիտեք ոնց, տեսեք, ես դա համարում եմ, դա իրականում տեղի է ունենում, եւ այն ժամանակ, երբ որ ես դեմ էի գործող իշխանությանը եւ հիմա որ կողմ եմ։ Միգուցե կան մարդիկ, որոնց իմ հանդիսատեսի, հա, ուրեմն մեջ որտեղ որ իրանք միգուցե այո չեն ընդունում իմ դիրքորոշումները քաղաքական, թե այն ժամանակ, թե հիմա, այսինքն տարբեր են։ Բայց ես դա համարում եմ աբսուրդ։ Ինչու՞։ Որովհետև եթե դու սա գալիս մենք ձեզ հետ միասին ունենք այլ քաղաքական հայացքներ, ապա մենք ընկերություն անել չենք կարող։ Եթե ես ունեմ այլ քաղաքական հայացքներ, ուրեմն դուք իմ երգերը չեք լսելու։ Եթե դուք ունեք այլ քաղաքական հայացքներ, ես ձեր ծրագրերը չեմ նայելու հարցազրույցները, դա աբսուրդ է։ Ես չգիտեմ, երբ դա կվերանա, դա կարծրատիպ է, որը որ տարածված է ընտանիքներում, ընկերներում, չգիտեմ, իրար հետ չեն շփվում, որ ունեն տարբեր քաղաքական հայացքներ։ Ես միշտ դա համարել եմ աբսուրդ։ Այսինքն ոնց կարելի է քաղաքական հայացքի պատճառով չընկերանալ, չշփվել, ընկերությունը բաժանել։ Չէ՞ որ մարդիկ տարբեր են, Մարդիկ տարբեր են, կարծիքներն են տարբեր։ Այսինքն երբ որ ես երգում եմ Հայաստանի մասին երգ, դա նվիրում է ամբողջ Հայաստանին, այդտեղ չկա գործող իշխանություն, նախկիններ, ընդդիմություն, այդտեղ չկա, այդտեղ կա Հայաստան։ Եվ ես համարում եմ, որ դա պետք է վերանա, դա աբսուրդ է, աբսուրդի ժանրից է, որ քաղաքական հայացքների պատճառով մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը տվյալ անձին։ Իսկ ինչպես եք վերաբերվում ձեր հասցեին հնչող վատ մեկնաբանություններին, շատ հաճախ տեսնում ենք, որ Դա ջուր խմեմ ասեմ։ Վերաբերվում եմ շատ հանգիստ։ Ինչ առումով շատ հանգիստ, որ այդ վատ մեկնաբանությունները, վիրավորանքները, անեծքները, պիտակավորումները բացարձակ չեն վերաբերվում, չեն կարող ազդել։ Իսկ հիմնականում որ մասան է անում, օրինակ սոցիալական ցանցերով է, այո։ Շատերը fake էջերով են դա անում, կան մարդիկ նաև որ իրենց էջով են գրում, բայց դա բացարձակ չի ազդում իմ կարծիքի վրա։ Եթե իրենք մտածում են դա, հա, ասենք օկտատերերը, որ իրանք գրեցին վատ մեկնաբանություններ շատ կամ վիրավորանքներ, անեծներ, պիտակավորումներ, զրպարտություն, դա կազդի մհեր Արմենիայի կարծիքի վրա, իրենք բաց չարաչար սխալվում են։ Դա էլ է սոցիալական ցանցերում տարածված, օրինակ ես նայում եմ ռուսական, հա, էջերով մեկնաբանողներին, ովքեր մեկնաբանություններ գրում, այս կամ այլ ինչ-որ մի քաղաքական կամ process-ի, նրանք իհարկե ավելի զերժնի են, ավելի զուսպ են, ավելի մերոնք չէ,
fake edge-ով դե արի տտտտտտ դա էլ կվերանա պարզապես ես կուզենայի որպեսի խորհրդում օրենքի մեջ լիներ փոփոխություն, խստացում, պատժում, այո։ Հիմա տեսեք այսքանի օրը մտնում է ուժի մեջ նոր նախագիծ է մտցնում ԿՊ ուսակցությունը ընտրակաշառքների եւ տալու եւ վերցնելու, այնտեղ ավելանում է տարիքը։ Ես կուզեի նույնպես լիներ զրպարտություն, վիրավորանք, հայոյանք, սպառնալիքներ, բոլորին։ Կապ չունի դուք արտիստ եք, թե ուղղակի լրագրող եք կամ ուղղակի մարդ եք։ Թիրախավորված եք դուք դրա համար։ Ինչի ենք թիրախավորված, որովհետեւ հանրային մարդ ենք, ունենք լսարան, ունենք մեր կարծիքը, այո։ Եվ բնականաբար դա process է, եթե օրենքի մեջ խստություն լինի եւ հեշտ մեր իրավապահ մարմինները կարողանան գտնեն անգամ այդ fake edge-ով բացած օկտատերին, որ անուն չունի, բայց վիրավորում է, զրպարտում է, հա, իր IP-ով գտնեն, ավելի հեշտ մենք դա կվերացնենք։ Այսինքն մարդը գիտի, որ դաժե եթե ինքը ունի fake edge, դա իրան չի փրկի, մարդը ունի, չգիտեմ, փակ ինչ որ edge, իրավապահ մարմինները շատ արագ կարող են իր հասցեն գտնեն, օրինակ, դա ես չեմ կարծում դա շատ դժվար է։ Երևի կգա այդ ժամանակը։ Երևի ես վստահ եմ եւ դա բնականաբար արդեն մարդուն զուսպ կպահի, չվիրավորել։ Okay, օրինակ եկեք առողջ բանակցություն ունենանք, քննարկենք ինչու եմ ես ընտրում այս ուժին, ինչու եք ընտրում դուք։ Դա նորմալ է, առողջ քննարկումը, բայց եկեք ես վիրավորեմ ու նստեմ, հետո կամ լավ դուք ինձ վիրավորեք, նստեք, հետո դա բան է փոխում, իհարկե ոչ։ Շատ լավ եւ անդրադառնանք ինչ մեր երկրի սահմաններին անվտանգության մասով, ինչ եք կարծում անվտանգ են հիմա մեր երկրի սահմանները։ Միանշանակ եւ մենք տեսնում ենք արդեն 2 տարուց ավել, որ սահմանները խաղաղ են, Փառք Աստծուն ոչ մի զինվոր չի մահանում թե մեր կողմից, թե իրանց կողմից, որովհետեւ այնպես չէր որ մենակ մեր կողմից են զինվորներ մահանում։ Փառք Աստծուն մենք դա հենց այդ խաղաղությունն է։ Տեսեք, անգամ Կիրանցում, որ մենք ունենք պատ ընդամենը, որ բաժանում է մեզ, այդ ինչքան մոտիկ ենք, չէ՞։ Եվ դրա վառօրինակը հանգիստ է սահմանում, ինչն է կարևոր, այս 30 տարվա մեջ մենք չենք ունեցել նման իրավիճակ, որ այսպիսի խաղաղ պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները լինեն, սա խաղաղության օրակարգն է։ Եվ դա պետք է պահպանել, ինչքան կարելի է որ զոհեր ունենանք, այո, ինձ համար շատ ծանր է Արցախի կորուստը, այդքան զոհերը, մեր նահատակները, մեր տղաները, դա մեծ սերունդ էր, դա ոչ մի հայ նորմալ հայ չէր ցանկանա, որ դա տեղի ունենար, բայց ցավոք դա տեղի ունեցավ։ Հիմա այդ տղաները, որ զոհվել են, իրանք զոհվել են հանուն այս խաղաղությանը, որ էլի մարդ չզոհվի։ Իրանք իրենց կյանքը տվել են, որպեսզի հիմա իրանց եղբայրները, քույրերը, հարազատները խաղաղ ապրեն, իրենց հետո հա մարդիկ ովքեր ապրել են։ Դրա համար մենք պետք է հանուն թեկուզ իրանց տված կյանքը, որ իր ամենաթանկը ինչն է մարդու համար կյանքը, իրանք տվել են, որ այդ խաղաղությունը լինի, ոչ թե իրանք տվել են կյանքը, որ վրեժ լուծեն, վրեժ ու սենց գնա։ Ես միշտ հարցնում եմ, ասում եմ, լավ, ով պետք է պատերազմի, եթե Աստված որ չանի, սակայն ես վստահ եմ, որ չի լինի, որովհետև մենք խաղաղություն ենք գնում, բայց ով պետք է կռվի։ Սովորական շարքայինի երեխան, հա, սենց ասեմ, սովորական շարքային քաղաքացու երեխան, թե օլիգարխների երեխաները, իրանք կգնան կկռվեն։ Սակայն չէ, իրանք այն ովքեր ասում են, որ պետք է այս սա օրակարգ չի, սա պինդ, ուժեղ խաղաղություն պետք է լինի, ես չգիտեմ ուժեղ խաղաղություն որն է, խաղաղությունը իրենց երեխաները կգնան կռվի, թե պետք է սովորական շարքային երեխան գնա։ Սա աբսուրդ է, դրա համար սահմանում այո չկան զոհեր, Փառք Տիրոջը եւ վստահ եմ, որ այսպես կշարունակվի, մինչեւ գանք հասնենք արդեն այդ խաղաղությանը, որպեսզի լրիվ կնքենք ու ամրապնդենք դա։ Շատ լավ եւ ինչպիսին էր քաղաքական իրավիճակը հիմա Հայաստանում։ Լարված է, բայց կարծում եմ, որ process-ը ընթանում է իր հունով։ Այստեղ գիտեք ինչն է, ես միշտ ասում եմ, շեշտում եմ, հա, շատ լավ է, քաղաքացիները պետք է բայց կա թշնամություն ընդդիմության իշխանության մեջ, հա, կա լարվածություն, կա, թշնամություն չի ասի լարվածություն։ Ընդդիմությունը ուզում է դառնա իշխանություն, հա, իշխանությունը ուզում է ամրապնդի, հա, եւ ինչ եմ ես տեսնում, ծրագրերը
Մարդիկ պետք է գնան ընտրել տեղամասեր անպայման եւ ընտրեն այն քաղաքական ուժին, որին որ սատարում են։ Ես սատարում եմ քաղաքացիական պայմանագիր ուժին, ասում եմ ինչու եմ սատարում, չէ՞ ոչ թե ուղակի, գիտեք ինչ, sense չկա այդպես բան։ Ես սատարում եմ ինչու, որովհետեւ, ահա, կա ծրագիր, խաղաղության օրակարգ, սահմանների բացում, ճանապարհների կառուցում, դպրոցների կառուցում, սոցիալական իրավիճակը բարձրացնել, թոշակները, այնտեղ ասում են, ինչ անենք, թոշակները բարձրացել է, լսում եմ, էլի մեկ-մեկ, բայց գներն էլ են բարձրացել, գները ամբողջ աշխարհով է բարձրանում, այդ ինֆլյացիա կոչվածը, այո, այստեղ կար դուք պետք է քաղաքացին պարտավոր է ուղղակի տեսնի ինչ է արված, կա տարբերակ, ինչ է արված, թե ինչ էլ պետք է անենք, ինչ էլ պետք է անենք, պետք է տեսնեն մարդիկ, ինչ է արված, ինչ է արվելու, ուղղակի խոստումներին չհավատան, որտեղ բացի նրանից, որ քաղաքացին լսում է քաղաքական ուժի ծրագիրը, ինքը նայում է, չէ, այս քաղաքական ուժը ինչ է արել։ Եվ հիմա Հայաստանում կա անդիմություն, թե դա ուղղակի իմիտացիա է։ Չէ, կա անդիմություն, միանշանակ կա, ինչքան 19 քաղաքական ուժ է գրանցվել, որից 2-ը դաշինքներ են։ Մենք պարլամենտական երկրում ենք, շատ նորմալ է, որ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց շուրջ հավաքում են իրենց համախոհներին։ Նորմալ է, որ մարդիկ ունեն այլ քաղաքական հայացքներ, նորմալ է, որ նրանք մասնակցեն, նորմալ է, որ մեկը անցնի, մյուսը չանցնի։ Նորմալ է։ Հիմա ես երգիչ եմ, գնում եմ մասնակցեմ ինչ-որ մրցույթի։ Այնտեղ էլ կան երգիչներ։ Կարող է ես վատ եմ երգում, ես չեմ անցնում, կամ հակառակը ես լավ եմ երգում, ես անցնում եմ։ Դա նորմալ է։ Մյուս տարի մարդը կարող է փորձել։ Առողջ կոնկուրենցիան, առողջ այդ ինչ-որ վիճակները շատ ողջունելի են։ Այո։ Եվ հաճախ տեսնում ենք, եւ բոլորիս համար գաղտնիք չէ, որ դուք հաճախ մասնակցում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզ արշավներին եւ աջակցում եք Նիկոլ Փաշինյանի թիմին։ Եվ ձեր սոցիալական էջում վերջերս գրառում եք կատարել, ասում եք գլխավորը մարդը չփոխվի, այլ իր կարծիքն է, չէ՞, փոխում։ Կարող է փոխվի կարծիքը եւ ինչպես եղավ, որ դուք փոխեցիք ձեր կարծիքը, ինչպես անցում կատարեցիք ձեր կարծիքից եւ մի փոքր այդ մասով, եթե Շնորհակալ եմ, որ հետևում եք իմ գրառումներին, այո։ Կարևորը մարդը չփոխվի, բայց կարծիքը կարող է փոխվի, հա։ Այդ մասով։ Այդ ես ինչ որ գրել էի իմ էջում, կարծիքը կարող է փոխվի, որովհետեւ կարծիքը հենց ինքը կարծիք է, այսօր ես այս կարծիք ունեմ, որ այս ջուրը լավն է, վաղը փորձեցի, տեսա, որ լավը չի, փոխեցի կարծիքս, դուրս չեկավ այս ջուրը։ Նորմալ է։ Քաղաքական հայացքներն էլ նույնպես կարող են ենթակա լինել փոփոխությանը։ Անցումը ինչպիսին եղավ։ Ինչը ստիպեց, Դե տեսեք 5 տարի ես եղել եմ անդիմադիր, այսինքն հիմա էլ եմ անդիմադիր կարգավիճակում, բայց պարզապես իշխող ուժին եմ սատարում։ Այսինքն այն ժամանակ եւ ակցիաներ, եւ հացադուլ, եւ շուրնուխից ոտքով գալ, եւ գրառումներ, պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը, այդ ժամանակ այդ պերիոդն էր։ Հետո ես բավականին ակտիվ էի դիմադիրի դաշտում, հետո որոշեցի վերցնել պաուզա, վերանայելու, վերլուծելու իմ հայացքները, քաղաքական հասարակական գործունեությունը եւ այլն, եւ եկավ մի պերիոդ, որ ես մտածեցի, որ այդ պերիոդից հետո, այդ իմ պաուզայի ժամանակ եկավ այդ խաղաղության օրակարգը։ Ահա, ես սկսեցի վերանայել, ասեցի՝ մի րոպե, մարդիկ խաղաղություն են ուզում։ Ահա, ինչեր են անում։ Այսինքն ես ոչ թե պրոստը ուղակի տանը նստած, ասեցի ես հիմա ԿՊ-ին եմ ձայնս տալի։ Չէ, նույն վերլուծեցի իրավիճակները, ինչ է տեղի ունենում, ոնց է իշխող ուժը տանում երկիրը, ուր է տանում, ինչ ճանապարհով, այդտեղ արդեն տեսա, որ չէ, այս մարդիկ իրոք ուզում են, որպեսզի Հայաստանը բարգավաճի, որպեսզի ծաղկի, որպեսզի առաջ գնա, լինի լավ երկիր, եւ վերանայեցի հայացքները, փոխեցի կարծիքս եւ որոշեցի սատարել գործող իշխող ուժին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Բայց ոչ թե որ ճանաչում եմ այնտեղ մարդկանց, իմ ընկերներն են ու ասեցի չէ, փոխեմ, չկա տենց բան, կա, կամ ինձ ասում են քեզ վճարել են, աբսուրդի ժանրից է։ Ոչ մեկ ինձ չի կարա վճարի ու ասի այս մեկի մասին խոսի կամ մի խոսի։ Դա բխում է իմ սրտից, իմ կամքից, իմ ներսից, չգիտեմ, մտածելակերպից, դա նորմալ երևույթ է։ Ես այդպեսով եմ առաջնորդվում։ Ինձ մոտ տենց է։ Ու տենց ես սկսեցի սատարել արդեն գործող ուժը։
Իսկ ինչ եք կարծում, գործող իշխանությունը կվերընտրվի այս ընտրություններում։ Ես չեմ ուզում զբաղվեմ քաղաքական պայծառատեսությամբ, չեմ սիրում դա անել, այն ժամանակ էլ չեմ սիրել, հիմա էլ չեմ սիրում։ Ես կարող եմ միայն ասել, որ այն ինչ որ ես տեսնում եմ, ժողովրդի մեծամասնությունը, ազգի մեծամասնությունը սատարում է գործող իշխող ուժին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ես չեմ կարող ասել ոնց կլինի, բայց ես ուզում եմ, որպեսզի նույնպես այս անգամ, նույնպես ոնց որ 21 թվականներ կամ 18-21, նույնպես հաղթի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Լավ խոսք կա ռուսերենում, ասում է «Пусть победит сильнейший»։ Ժողովուրդս ում ընտրի, ես միանշանակ ողջունելու եմ այդ ուժին, որ ընտրեց մեծամասնությունը։ Դա ժողովուրդն է որոշում։ Մեր հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին, ովքեր որ գալու են ընտրություններին, իսկ ես կոչ եմ անում, որպեսզի ընտրություններին մասնակցեն բոլոր նրանք, ովքեր ունեն այդ իրավունքը մասնակցելու։ Լավ, իսկ ձեր կուսակցությունը հետագայում միգուցե դաշինք կազմի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, ինչ կարծում եք։ Ես չգիտեմ ինչ կլինի հետագայում, եթե լինի դրա կարիքը կկազմենք, եթե գնանք կոալիցիա միանշանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, բայց այս պահում դրա կարիքը չկա, որովհետև մենք այս պահին պարզապես սատարում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Շատ լավ, եւ եթե հնարավորություն ունենեք մի խնդիր լուծել մեր պետությունում, որը կլիներ այդ խնդիրը, որ հրատապ կլուծեիք։ Պետական մակարդակով չգիտեմ, ես ավելի նուրբ տեղերը կկպրեմ, ես կուզեի, որ մեր հայերը անկախ իրանց քաղաքական հայացքներից իրար հետ լավ լինեն։ Այդ խնդիրը ես կուզենայի լուծել, էլի, այսինքն ու կապ չունի ես ում եմ սատարում, դուք ում եք սատարում, մենք հայ ենք, մենք ազգակից ենք, մենք իրար ճանաչում ենք, մենք նույն ազգից ենք, նույն մսից, նույն արունից ենք, ինչ կա իրար հետ կիսելու։ Լավ, իսկ ինչ պայմաններ պետք է ստեղծվեն երիտասարդների համար, որպեսզի նրանք չարտագաղթեն եւ շարունակեն իրենց ստեղծագործական կյանք այստեղ, ինչպես նաեւ մշակույթի երգիչների շրջանում։ Տեսեք, մենք վերջերս ունեցանք մեծ միջոցառում Արտաշատ քաղաքում։ Հա, ֆուտբոլային իրադարձություններ, լեգենդների խաղ, Արտաշատ խումբ։ Լավ, այդպիսի սպորտային իրավիճակների պակասություն կա, որ ես կուզենամ ավելի շատ լինի։ Դա նաև մշակութայիններն էլ պակաս չեն, տարբեր իրադարձություններ են լինում, բայց այստեղ այո, ԿԳՄՍ նախարարությունը կուզենայի ավելի շատ ներգրավել երիտասարդությանը, էլի արվում այնպես չի, որ գործ չի արվում, անշուշտ, բայց կուզենայի ավելի շատ, որպեսզի երիտասարդությունը հետաքրքրված լիներ սպորտի զարգացման մեջ, սպորտը, մշակույթը, արվեստը, գիտությունը ավելի շատ, ինչքան հնարավոր է շատ։ Էլի եմ կրկնում, այնպես չի, որ դա չի արվում, պարզապես կուզենայի դրա վրա շատ ակցենտ դրվել։ Ահա, շատ լավ, եւ ինչ երաժշտական պլաններ ունեք առաջիկայում, կուզենայի դա իմանալ։ Այս ամռան Եվ արդյոք ձեր քաղաքական այս անցուդարձը չի խոչընդոտում, որպեսզի դուք ստեղծագործեք, շարունակեք ստեղծագործել։ Ոչ, չի խոչընդոտում, ինչքան էլ կողքից թվա, որ պետք է խոչընդոտի։ Այդ կարծրատիպները մենք կոտրում ենք, դա կարծրատիպ է։ Ես շարունակում եմ զբաղվել իմ մշակութային գործունեությամբ, որը որ համարում եմ դա առաջնային, քանի որ դա է իմ մասնագիտությունը, ամբողջ կյանքով ես դրանով եմ զբաղված։ Ամռան ունենք մի քանի իրադարձություն, ես հրավիրված եմ Իտալիա քաղաք ժյուրի երաժշտական մրցույթի, նաև հետո մենք ենք պատրաստվում Եսենտուկի քաղաք տանել մեր երիտասարդներին, որպեսզի նրանք մասնակցեն մանկական կինոփառատոնում, Աշտանը Եվս Մոսկվայում տեղի է ունենում մրցույթ, որտեղ ներկայացնում ենք Հայաստանը, ես երեխա եմ տանում, վոկալի մրցույթ է, եւ առաջ Աստված ստացվի, որ նոյեմբերի 13-ին իմ ծննդյանս օրը ես ունենամ մենահամերգ։ Շատ լավ։ Եվ կուզենայի իմանալ, ինչ եք կարծում, կա Հայաստանում արդյոք ազատ մամուլ։ Ազատ մամուլ։ Այո։ Լավ հարց տվեցիք։ Ես կուզենայի, որ լիներ հնարավորինս ազատ մամուլ, այլ ոչ թե օբյեկտիվ մամուլ, մամուլ, որը չի թելադրում իր կարծիքը հասարակությանը, մամուլ, որը որ պարզապես հրապարակում է, ներկայացնում է ինչա տեղի ունենում, որովհետև ես ինչն եմ շատ նկատել, դուրս ընդհանրապես չի գալիս, որ լրագրողները, լրատվականի ներկայացուցիչները կարծիք են թելադրում քաղաքական։
Դա աբսուրդի ժանրից է, լուրջ եմ ասում։ Հասկանալի է, այդ լրատվամիջոցը աշխատում է այս քաղաքական ուժի վրա, այն քաղաքական ուժի վրա։ Okay, բայց օբյեկտիվ ցույց տվեք, օբյեկտիվ եղեք։ Եթե հարցում եք անում փողոցում, եթե դուք հակա օրինակ իշխանական եք, մի դրեք օրինակ, չգիտեմ, շատ sense հարցում արեք վատ բան, մի հատ լավ եք դնում։ Ինչի՞ ոնց կա հարցնում եք մարդկանց, էդ դրեք, ինչ ենք տեսնում, չէ՞ որը սխալ է։ Մամուլը պետք է լինի ազատ, մամուլը չպետք է լինի ուրեմն կարծիք թելադրող հասարակությանը, մամուլը պարզապես պետք է իրադարձությունները հրապարակի, որպեսզի հասարակությունը դա տեսնի, բայց ոչ թե ազդի հասարակության կարծիքի վրա։ Օրինակ լրատվամիջոցները, տեսեք, ինչ են անում, հələ նայեք, ինչ ես դու լրատվական ես, դու հարցդ տուր, իրավիճակ ներկայացրու, պատասխանի, ոչ թե կարծիք թելադրի։ Իսկ ինչ եք կարծում, հայ հասարակությունը ավելի շատ հիասթափված է իշխանությունից, թե ընդդիմությունից։ Ընդդիմությունից։ Որովհետև ինձ միշտ հարցնում են, ասում են ընդդիմությունը ինչ է արել 5 տարի, որ դու ընդդիմություն ես մհեր։ Դու որ դեմ ես իշխանությանը, լավ, հələ իշխանության, բայց ընդդիմությունը այն ժամանակ թեկուզ։ Ու դա դեռ շարունակվում է։ Հայլեր չեն ձեռնարկում։ Որովհետև ընդդիմությունն էլ է, ախր դա իշխանություն չէ, որ քվե են ստանում մարդկանց կողմից։ Օրինակ ես ասում եմ, ժողովրդի կողմից ընտրված։ Հա, լավ, ինչ են արել ընդդիմությունը 5 տարվա մեջ։ Մի հատ ինձ ասեք, օրինագիծ, նախագիծ, ինչ են արել։ Եկել են ազգային ժողով, ցեխ են շփրտել իշխանության վրա, դե իշխանությունը պետքա պաշտպանվի։ Ո ձեն չի անի, ասի, այո, ինչ ուզում եք ասեք։ Նրանք էլ իրանց ձևով են ասում։ Այսինքն, եթե դուք եկել եք ազգային ժողով, ձեր նպատակը, ձեր առաքելությունը ազգային ժողովում ո՞րն է։ Ո՞րն է ազգային ժողովում օրենքներ բերել, օրենքներ ամրապնդել, օրենքների մեջ փոփոխություն կատարել, որը որ կբարելավի ժողովրդի կյանքը։ Այլ ոչ թե գալ այդտեղ առավոտից իրիկու նստել կամ չնստել, բացակայել, հարցս ուզում էի շարունակել, ինչու են հենց քաղաքական գործիչները ակտիվանում հենց ընտրություններից առաջ։ Դե բնականon երևույթ է, քաղաքական իրավիճակներ են, ընտրություններ են, քաղաքական գործիչները ակտիվանում են, դա նորմալ երևույթ է։ Ստեղ ընդդիմությունը ժողովուրդը ընդդիմությունից է հիասթափված, այո։ Հիմա տեսնենք, թե ժողովուրդը իր ձայնը ում կտա։ Ժողովուրդը գիտակից է, ժողովուրդը հասկանում է, ժողովուրդը տեսնում է, ինչն է լավը, որ գոնե մեր ժողովրդի մեջ կա վերլուծություն, ոչ թե պարզապես պրոպագանդայի հետևից գնալ։ Էնի վատն է, էնի լավն է, էնի վատն է, լավ, ես իրան կընտրեմ, չգիտեմ, ինքը բան, օրինակ ասենք, ինչով են առաջնորդվում, տարբեր ձևով, բայց ավելի շատ ես խորհուրդ եմ տալիս ժողովրդին նայել քաղաքական ուժերի ծրագրերին։ Այո, ծանոթանալ, հա, ինչ եք ուզում։ Օրինակ այնտեղ կան ընդդիմության մեջ կարծիքներ, թեզեր, թե մենք պետք է գնանք Արցախը վերցնենք, Արցախը նորից հետ բերենք, սուտ է։ Դա սուտ է։ Իսկ կարող են։ Ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում այն քաղաքական ուժերին, որոնք որ կարող են ասել, որ Արցախը հետ կբերեն։ Նախ արդեն Արցախը միջազգայինորեն ճանաչվել է Ադրբեջանի մաս, որը ցավոտ է մեզ համար։ Մենք կուզենայինք Արցախը լիներ մերը, բայց այդպես է ստացվել։ Մենք ինչ կարանք հիմա անենք։ Մենք հիմա կարանք մենակ օրինակ ըստ իս ձգնենք, որպեսզի մեր Արցախահայությունը, որը չի ուզում Ադրբեջանի պասպորտներով լինի, թող լինի, չգիտեմ, մեր Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների ում պասպորտով ուզում է թող լինի, վերադառնա Արցախում ապրի։ Ես օրինակ դա կուզեի։ Գոնե մեր ժողովուրդը մի քիչ Արցախահայերը մի քիչ Բայց այդ դեպքում ճշնամություն չի լինի, որ չգիտեմ ինչ կլինի, բայց ես պարզապես տեսնում եմ միակ ձևը։ Բայց գնալ ասել Արցախը մենք նորից հետ կբերենք, եկեք մեզ ընտրեք, դա սուտ է։ Դա խաբում են ժողովրդին։ Շատ լավ, Մհեր, մենք ձեզ մաղթում ենք ստեղծագործական մեծ կյանք եւ նորանոր հիթեր եւ ես անձամբ ձեզ ցանկանում եմ, որպեսզի ինչ որ մի օր նոյեմբերի 13-ին դուք բարձրանաք բեմ Քվինի հետ, այդ նույն որ ձեզ հիշում ենք, ինչպես կարող ենք չնշել դա, նորանոր ստեղծագործություններ, բազում բեմեր եւ շատ շնորհակալ ենք ձեզնից այսօր մեր տաղավարում գտնվելու համար, մաղթում ենք ձեզ ամենայն բարիք, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, շնորհակալություն ձեզ։ Եվ հիշեցնենք, որ այսօր մեր տաղավարում գտնվում էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ազգի ձայն կուսակցության նախագահ Մհեր Արմենյան։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյմի սոցիալական ցանցերում։